Ողջույն բոլորին, այսօր 2026 թվականի հունվարի 7-ն է արդեն եւ այս անգամ պետք է բացեմ Kinder Max-ի մի սերիա, որը կոչվում է Natums։ Այս սերիայի հերոսները կենդանիներն են, ինքը բավական հայտնի է արդեն եւ Kinder-ի հիմնական թեմաներից մեկն է։ Եկեք մի անգամից սկսեմ բացել, այստեղ ես ունեմ 7-ը, եկեք մի անգամից սկսենք բացել եւ խոսեմ նաեւ ընթացքում այս թեմայի մասին, այսպես դնենք վերևում, մի փոքր ձեզ ցույց տամ։ Natums ինքը կարելի ասել բառախաղ է, որը երկու բառերի միքս է՝ բնություն եւ թունս, այսինքն մուլտիաժ կերպարներ կենդանների, ինչպես օրինակ է Looney Tunes։ Այս մեր առաջին տուփն է, եկեք ուղղակի մի քիչ առաջինը մի փոքր ձեզ ներկայացնեմ, ցույց տամ, հետո արդեն արագ կբացենք։ Սրանք հատուկ թողարկում կարելի է ասել, ինչպես գիտենք, Kinder-ները ինքը առանձին վաճառվում են առանց տուփերի։ Սրանք այսպիսի տուփերով են, այսպես։ Բուն Kinder-ի փաթեթավորման վրա ոչ մի նշում չկա, որ ինքը Natums է, քանի որ արդեն այս փաթեթավորման վրա ինքը գրված է ամեն ինչ։ Natums-ը Kinder-ի հիմնական թեմաներից եւ սիրված թեմաներից մեկն է դարձել արդեն։ Ինքը բավական տարիներ թողարկում է այս սերիան։ Սկզբից թողարկել էր միայն փոքր 20 գրամանոցների դեպքում, այս վերջին տարիները 21 թվականից սկսած նաեւ Max-ի է ինքը թողարկում, բայց կոնկրետ այս թողարկումը առաջինն է նրանով, որ կենդանիների ձագերն են հերոսները, կերպարները։ Սա հենց առաջ 3 սերիա թողարկվել է, որտեղ միայն մեծ կենդանի են եղել։ Հիմա սկսենք բացել, այստեղ ասեմ, որ 5 կերպար է, հիմնականում Max-ների դեպքում 5 կերպարներ են լինում, սերիան 5 կերպարից է բաղկացած լինում, ու դրանք կենդանի ձագերն են։ Հիմա որ ես առաջինը բացեմ, արդեն մի անգամից ձեզ ցույց կտամ։ Վերջում էլ գնահատենք, կարծիք կազմենք։ Մեր առաջին կերպարը, մեր դանդաղաշարժ, բարի, բայց ասեմ սրանց դանդաղաշարժ կենդանի էլ կա մեր սերիայում, մեր հավաքածուում, կժան է։ Հիմա ձեզ ընդհանուր ցույց կտամ։ Ուրեմն այսպես, մենք ունենք 5 կերպար։ Դելֆին, կժա, այստեղ հովազ, այնտեղ լիս նայեցի կոլեկցիայի մեջ գրված էր, որ առյուծ, բայց սա առյուծ չի։ Սա լեոպարդ, հովազ, պանդա եւ եթե հայերեն ասենք, ինքը ծուլիկ կարելի ասել կամ ավելի կոնկրետ համրուկ են ասում։ Այս կենդանին ես այս հավաքածուի միջոցով շնորհիվ իմացա, որ այս կենդանին հայերեն կոչվում է համրուկ։ Տեսնում եք, նաև Kinder նույնիսկ հավաքելուց, ուսումնասիրելուց մենք կարող ենք նոր հայերեն գեղեցիկ բառեր սովորել։ Ուրեմն այստեղ ներկայացնում է քանի որ ամեն ֆիգուրի, ամեն կենդանու մասին ինֆորմացիա կա, ամեն ֆիգուրը բացելուց նոր ես ձեզ մի փոքր կներկայացնեմ այդ կենդանու մասին տեղեկություն, որը այստեղ նշված է։ Կոնկրետ կեժան 15-ից 20 սանտիմետր է լինում հիմնականում, կշռում է 50-ից 160 գրամ, ուտում է հիմնականում մրգեր, խոտ, բանջարեղեն եւ արագությունը ժամում 100 մետր։ Մեր դանդաղաշարժ, բայց այնքան դանդաղաշարժ, եթե հիմա տեսնենք մեր համրուկը ինչքան դանդաղ է շարժվում, կանդրադառնանք։ Եկեք հավաքենք, ուրեմն մեր կժան ունի այստեղ մեխանիզմ, պետք է ընդամենը հարմարացնենք կժային,
Այսպես ճիշտ եմ դնում մի վայրկյան այսպես եւ համոզվենք որ ճիշտ է այո վերջ մեր կյան պատրաստ է նայեք ինչ գեղեցիկ նաև ասեմ որ շատ բնականի մոտ է ճիշտ է ինքը մուլտիաժ կերպար է հիմնականում հանրված սկզբի ժամանակները եղել նատունսը բայց հիմա ինքը ավելի ռեալիստական է ավելի իրական բնականի մոտ կերպար է ստացել շատ գեղեցիկ է Եք տեսնենք մի փոքր այնպես ամբրեզ տեսանել լինի նայեք որ մենք յան սահեցնում ենք սեղանի վրայով մի գուցե այստեղ մատերիալը նյութն է խանգարում իր ոտքերը շարժվում են նայեք այսպես անեմ ավելի լավ կլինի այսպես մեր կյան դնենք այստեղ Իակ դնենք մի կողմ մեզ չխանգարի անցնենք մեր երկրորդ Kinder Max-ին հուսով եմ այստեղ մենք ունենք բավականին Kinder-ներ եւ հուսով եմ որ ամբողջ հավաքածուն կունենանք եկեք երկրորդը բացեմ Իչնայց ինձ հետաքրքիր է շատ Նաև ես բացելուց եմ հատուկ ստանում ես Պայմիսկ այլ ասել վայելում եմ Հատկապես այն սերան, որ առաջ անգամ բացում Ես այս նատունսի մաքսին առաջ անգամ ճիշտ ասած բացում Տեսնենք երկրորդում կրկնությունները շատ չլինեն որպեսզի ունենանք ամբողջ հավաքածուն Չէ, կարծում սա կրկնություն չի Եվ հուսով եմ Ահա մեր երկրորդ ավելի դանդաղաշարժ կենդանին Հիմա մի փոքր եկեք ես ասեմ իրա մասին տեղեկություն ցույց տամ Նու այս մի կողմը ընդհանուր է Իսկ այստեղ արդեն մեր տվյալ կենդանու մասին տեղեկություններն ուրեմն 20 սանտիմետր, հա ձագի մասին է խոսքը ոչ թե հասուն կենդանու մասին, այլ ձագի մասին է 300-500 գրամ ուտում է տերև և ժամում ընդամենը 0.24 կիլոմետր Սա իր արագությունը Սա մեր համրուկն է Սրա նաև առավելությունը մի փոքր կարելի ասել, եթե առավելություն կարելի ասել նրանում է, որ ինքը նաև շարժվում է Այսպես եկեք Այսպես ձեռքերը, թաթերը, ավելի ճիշտ Փորձենք մեր համրուկին հարմարացնենք Ոնց որ ստացվեց Նայեք ինչ գեղեցիկ է Շատ բնականին մոտ գեղեցիկ ամեն դետալ նույնիսկ իր մորթի այդ ֆակտուրան շատ լավ է ստացվել Այստեղ նաև մենք ունենք իր համար այսպեսի հարմարանք Այստեղ ինքը կարող է օրորվել Հիմա փորձենք ձեզ ցույց տալ Վերջ, նայեք Մեր համրուկը տեսեք ոնց է օրորվում, ինչ գեղեցիկ է Նույնիսկ պետք է որ ինքը պտտվի այսպես 360 աստիճան Այո Մեր համրուկը ակրոբատ Ակրոբատ է
Լավն է։ Ունենք երկու բացած կինդեր, երկուսն էլ տարբեր ֆիգուրներ։ Այդ իրոք շատ լավ ցուցանիշ է։ Անցնենք երրորդին։ Մի փոքր ես ուզում նաև այսպես զգամ, տեսնեմ քաշից ինչ է դուրս գալու, եկեք սա բացեմ։ Սա մի քիչ ավելի ծանր է ինձ թվում։ Ու հնարավոր է այստեղ լինի մեր երրորդ ֆիգուրը։ Չի ուզում բացվի։ Կարծում սա նոր երրորդ ֆիգուրն այլու շատ լավ կլինի։ Շանսը մեր կմեծանա։ Զգացի դա։ Մեր բարի պանդան, պանդայի ձագուկ ավելի կոնկրետ։ Էլի մատ անդրադառնանք իր մասին տվյալներին ու հավաքենք մեր պանդային։ Այստեղ։ Նայ, պանդան ընդհանրապես մեծ կենդանի է, շատ չէ, բայց իր ձագուկ ավելի ընդամենը 13-ից 20 սանտիմետր։ Կշիռը ընդամենը 100 գրամ, ուտում է բամբուկ եւ ժամում 2.8 կիլոմետր արագություն։ Այս մեր պանդայի ձագուկի մասին տվյալներ, տեղեկություն ավելի կոնկրետ։ Հավաքենք մեր երրորդ ֆիգուրը, բացել ենք 3 տեսնենք այսպես ճիշտ է։ Բացել ենք 3 կինդեր, 3-ն էլ տարբեր ֆիգուրներ։ Այդ հրաշալի է։ Այս մի վարքյան, այստեղ ես հասկանամ առանց սա է վերևը բնական է։ Մի փոքր այստեղ դժվարությամբ ենք մտնելու։ Լավ, կփորձենք։ Բայց պետք է որ շարժական լինի ոտքերը, ձեռքերը։ Ես նայել եմ, գիտեմ որ մեր պանդայի ձեռքերն ու ոտքերը շարժուն, ինչպես նաև գլուխը։ Վերջ։ Տեսեք ինչ գեղեցիկ պանդա ունենք, ունենք իրանք ինչ մեծ ֆիգուրներ են։ Էլի նույնը։ Շատ լավ ստացել են ֆակտուրան, մորթու, աշկերը, դունչը, թաթերը։ Այստեղ շարժական են եւ թաթերը իր բոլոր եւ գլուխը։ Բացեցինք 3 կինդեր եւ ունենք 3 տարբեր ֆիգուր։ Մնաց երկուսը։ Եկեք էս էլ ընտրության բանեմ։ Պարզապես չվերցնեմ բացեմ, բայց արդեն դժվար կլինի ավելի։ Եկեք բացենք։ Դե լավ, եկեք հաջորդաբար բացենք։ Արդեն տարբերությունը քիչ է։ Դժվար է արդեն ընտրել։ Մի անգամ ցանենք։ Ես դնենք մի կողմ ու բացենք։ Եթե սա նորից նոր ֆիգուր դուրս գա, ուղղակի հրաշալի կլինի։ Ինչ-որ նոր բան եմ զգում։ Կամ կյա է դուրս գալու, կամ նոր բան։ Նոր բան։ Մեր դելֆին է։ Սա էլ մեր դելֆինն է։ Այսպիսի հաջողություն կինդեր բացելուց վաղուց չեմ ունեցել ճիշտն ասած, հատկապես մաքսիների մասն է խոսքը։ Բացում եմ 4 կինդեր, 4-ն էլ նոր ֆիգուր։ Այս մեր դելֆինը ամբողջական։
Եկեք կարդանք լավ տվյալները։ Ում դելֆինի ձագը 1-ից 1.3 մետր, կշռում է 10-ից 20 կիլոգրամ, ուտում է ձուկ և 1 ժամում 13-ից 16 կիլոմետր արագություն է բացում։ Հիմա տեսնենք, սա էլ մեխանիզմ ունի, նայեք ինչ, եք հավաքեմ, լավ, նոր մեխանիզմին կանդրադառնանք։ Մի վարքյանից, ես ոնց է այսպես լինելու։ Սկզբից պոչը, հետո մարմին, վերջ, 3 մասեր կազմված, նայեք։ Նայեք ինչ գեղեցիկ է, նույնիսկ իա լեզուն առանձին վարդագույն է նայել։ Աչքերը, այստեղ իր շատրվանի տեղը և մեխանիզմը, սա էլ պոչն է շարժական։ Հիմա որ դելֆինը մեր սահեցնում ենք այսպես, նայեք, իր բերանն է բացում փակում և պոչը վերև ու ներքև է անում։ Եք այսպես ձեզ ցույց տամ, որպեսզի ավելի պարզ տեսնեք։ Ֆոկուսը բռնի, տեսնում եք։ Այսպես անան, փորձում ամենջան, որ ձեզ պարզ լինի, տեսնում եք։ Բայց բերան էլ էր բացում փակում, սեղան։ Շատ լավն է։ Այս սերիան, այս հավաքածուն իրոք ընտիր։ Երևի շտապեմ առաջ անցնեմ, մի անգամից 5 եմ դնում, բայց 5-րդն էլ բացեմ նոր։ 4 բացել ենք, ունենք 4 ֆիգուր։ Տեսնենք այս 3-ից որի մեջ թաքնված կլինի մեր հովազը։ Եկեք։ Այստեղ պանդա է լինելու, այստեղ կարծում եմ, կամ հենց հովազը։ Լավ, եկեք բացեմ։ Սա էլ տնանք մի կողմ, մեր կինդերները տեղավորենք ու բացենք, դե տեսնենք հովազ դուրս կգա, թե կրկնություն է դուրս գալու։ Կժա, կրկնություն, մեր առաջին կրկնությունը, բայց քանի որ մենք բացել ենք 5-րդ ու առաջին կրկնությունը, ընդհանրապես դրանից չենք նեղվում։ Որովհետև հիմնականում 5-ից 5 հավաքածու ունենալու համար բացել եմ կարելի 8 և ավել։ Խոսքը հենց մաքսիների մասին է։ Դե, այս մեր 6-րդն է, տեսնենք ինչ է դուրս գալու 6-րդից։ Վերջ, վերջացավ, մեր հավաքածուն ունեցանք ու շատ հեշտ կարելի ասել։ Բացեցինք ընդամենը 6, ընդամենը 1 կրկնություն, դեռ ունենք 1 չբացած։ Եկեք նայենք մեր Կինետ միջև մտածում եմ, սա ինչ է, հովազը, թե ուրիշ կենթանի է։ Ում ձագը 16 սանտիմետր չափսն է իրա, 100-ից ընդամենը 250 գրամ է կշռում, ուտում է միս, բնականաբար գիշատիչ է և ժամում 80 կիլոմետր արագություն, ամենաարագն է մեր և հավաքածուից ես և ընդհանրապես կենթանիից ամենաարագներից մեկն է։ Եկեք հավաքենք մեր հովազին, ձագին և
Ուրեմն հուսով եմ նաև ձեզ լավ երևում է։ Մեկ ազարտի եմ ընկնում, արդեն չեմ նայում հեռախոս էկրանին, նայում եմ անմիջապես ֆիգուրին, հետո տեսնում եմ նայելուց տեսանյութը, որ լավ չի երևում։ Ոնց որ թե վերջ։ Մեր հովազի թաթերը նույնպես շարժական են, գլուխը շարժական է, պոչը չէ, բայց էլի շատ գեղեցիկ են սարքել։ Ֆակտուրան, ամեն ինչը, գույնը, ձևը, նայեք ինչ գեղեցիկ է աշկերը, դունչը, ամեն ինչ։ Հիմա վերջ։ Այսինքն մենք ունեցանք ամբողջ հավաքածուն։ Իրոք շատ ուրախ եմ։ Իմ հեռախոսը բավական արդեն երևի հիշողությունն է լցվել է, դրա համար անդադ ինքը անջատում է ավտոմատ։ Այս անգամ այդպես ստացվեց։ Ոչինչ կմիացնեմ իր տեսանյութերը հատված կդառնա մեկ տեսանյութ։ Եկեք գնահատեմ։ Արդեն սկզբից էլ տրամադրված է, որտեղ մեկը մեկից լավ ֆիգուր էր, մեկը մեկից գեղեցիկ, հետաքրքիր, բնական, միանշանակ 5-ից 5, նույնիսկ 5+ կարող եմ գնահատել, 10-ից էլ 10 գնահատեմ, իրանց ամեն ինչի համար նոր թեմա է, ճիշտ նոր ֆիգուրներ են ամբողջությամբ, Նատունսի թեման նոր չի, բայց այդ ֆիգուրները նոր են եւ առաջի անգամ 4-րդ հավաքածու Նատունսի Մաքսների դեպքում ձագեն են, քափս, այսինքն իրանք կոչվում այդպես։ Նաեւ շատ ուրախ եմ, որ ընդամենը 6 բացելով ունեցանք 5 ամբողջ հավաքածու։ Կցանկանամ նաեւ ունենալ սրանց նախորդ 21, 22, 23 թվականների թողարկված Նատունսի մյուս կենդանները, մեծերը, այնտեղ ուրիշ կենդաններ են, այնպես չէ որ այնտեղ նույն կենդանների մեծերն են, այստեղ ձագին են, այնտեղ ուրիշ կենդաններ են, այնտեղ արծիվ, արջ եւ այլն։ Այստեղ կենգուրու, այստեղ ձագին են։ Ամեն դեպքում իմ հավաքածուն համալրվեց մին ամբողջական նոր հավաքածուով, սերիայով կունենա իր ուրույն տեղը։ Ճիշտն ասած, ես սկզբից տրամադրված է, որ ասեի թե 5 ֆիգուրից որ ֆիգուրն եմ կամ որ ֆիգուրներն եմ ավելի շատ հավանել, բայց այս պահին ես չեմ կարող ասել, քանի որ բոլորն էլ հավասար հավանեցի, բոլորն էլ շատ լավն են, բոլորն էլ եթե առանձին գնահատեմ 5-ից 5 եմ գնահատելու, 10-ից 10։ Այս անգամ այսքանը, առայժմ